Բարև ձեզ։ Շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-9 TV YouTube-յան ալիքում։ Ու այսօրվա մեր քննարկման թեման գիրքը ստեղծագործությունը լինելու է Գյուստավ Լեբոնի ամբոխների եւ ազգերի հոգեբանությունը, ամբողջովին պսիխոլոգիա народов իմաց։ Իրականում գիրքը իմ սիրելիներից է, ես քեզ անկեղծ ասեմ, հատկապես հենց այդ ամբոխների կառավարման մասով։ Ինքը դեռևս այսօրվանից 150 տարի առաջ կարացել է գիտականորեն այդ անատոմիան բացի, թե ոնց է մարդը ամբոխի մեջ կորցնում իր ինքնությունը, ոնց է զրկվում այդ պատասխանատվության զգացումից, ոնց է ձեռք բերում անանունություն որոշակի, իրեն թվում է այդ ամբոխի մեջ կարող է կատարել որոշակի գործողություններ եւ ընդհանուր անպատիժ մնա։ Էլի ինչ հետաքրքիր բան կուզեի նշել, որ ըստ իր վերլուծությունների ամբողջները կառավարում են ոչ թե տրամաբանությամբ, այլ պատկերներով, առասպելներով, էմոցիաներով, այսինքն ամբողջի այդ առաջնորդը ինքը շեշտ է դնում ոչ թե անձանց տրամաբանության վրա, ինտելեկտի վրա, ինչ որ փորձում է տրամաբանական հաստատներ բերի, այլ ավելի շատ հենց կպնում է ներքին զգայական, զգացական էմոցիաներին։ Ու ինչով է այսօր այս թեման հետաքրքիր, գիրքը կամ ընդհանուր թեման, որովհետև ինձ թվում է, երբ մենք քննարկում ենք, որ սա անմիջականորեն կապված է այսպես կոչված հիմա շատ մոդայիկ դարձած հիբրիդային պատերազմ տերմինի հետ։ Եթե նայում ենք ընդհանուր հիբրիդային պատերազմը, քարոզչության իմաստն է եւ քարոզչությունը եւ հիբրիդային պատերազմի տարերից մեկն է, տարբեր ձևի հիբրիդային պատերազմի ուղղություններ կան։ Քարոզչությունը ամենահիմնական ուղղությունն է, որովհետեւ մենք հիմնականում ենք քարոզչությունը գիտենք հենց Լեբոնի բանը, բայց քարոզչության տեսակները կան եւ հիբրիդային պատերազմի տարբեր ճյուղեր կան։ Ինչպես ասացինք, միայն քարոզչությունը չի, նաեւ տնտեսական լծակներն է, որը որպես հիբրիդային պատերազմի մաս կարող լինի, նաեւ բաները քաղաքական աջակցությունը, մենք կիբերհարձակումները, որ դրանք բոլորը հիբրիդային պատերազմի մասերից են, բայց հիմնական մասը, հիմնական ամենամեծ ծավալը դա քարոզչությունն է, եւ այդ քարոզչության մեջ մարդկանց ուղեղների լվանալը, այսպես ասած, brainwashing-ը, թե ինչպես է կատարվում։ Արի մի հատ, քանի որ մարդիկ ներքին ուղեղների լվացումը, որ նայում ենք ինչպես է կատարվում, եւ հետո կապենք այդ ներքինը արտաքինի հետ։ Հիմա ինչքան էլ տարօրինակ չթվա, մենք քննարկում ենք ինչ կարող ենք, ինչ գիրք կարող ենք ընտրել։ Մեր պարագայում, հայկական պարագայում, Դավթյանի ընկեր Փանջունին է, որ ու կերպարներն են շատ համահունչ այսօրվա հետ կապված։ Ինքը եթե վերցնենք արտաքին ազդակները, ընկեր Փանջունին, ինքը նույն քարոզչության ամենահիմնական կերպարներ, որը որ իր գաղափարներ էր քարոզում ու իր գաղափարներով փորձում էր թելադրել դեմագոգիայով փորձում էր մարդկանց ուղեղները լվանալ։ Հիմա եթե դրան ավելացնում ենք արտաքին էլեմենտը, լրիվ դառնում է պատերազմ ամբողջությամբ, բայց հիմնական թիրախը որն է, որ դատար գաղափարների արտահայտելով, որ ինքնա չէր հասկանում գաղափարի խորությունը, կարողանալ մարդկանց սրտերը գրավել, նույն եկեղեցու դեմ, նույն քաղաքական իր հակառակորդների դեմ, ու ինչն է ստեղ ամենահիմնականը եւ Լեբոնի եւ Օծյանի հետ կապված նայեք, որ ընդհանրապես կարող լինի, առանձին մի հատ թեմա է Փանջունու կերպարը, որ պետքա պարտադիր մենք հետաքրքիր ամեն հաղորդումից հետո ասում ենք առանձին խորանանք, գանք մի օր Փանջունուն նվիրենք, որտեղ ոնց է կարողացել Օծյանը նկարագրել ընդհանրապես հայկական քաղաքական, որ ինքը չի ոնց որ հիմա մենք Թումոյանի վրա ենք շատ կենտրոնացած, որ Թումոյանի հեքիաթները ոնց են կարողացել արտացոլվել Հայաստանի ընդհանուր ազգի հոգեբանության մեջ, բայց Օծյանը իմ կարծիքով շատ քիչ գնահատված է քաղաքական առումով, որ մենք տեսնում ենք, թե ինչ է կարողացել Օծյանը, ոնց է կարողացել նկարագրել ու ոնց է կարողացել կանխատեսել, որ մի օր է գալու, որ Փանջունիներ են հայտնվելու ու իրանք Փանջունիները իրանք են ղեկավարելու այս երկիրը։ Հիմա ինքը որպես հումորի ծաղրանքի բանով ներկայացնում Փանջունիներին, բայց իրականում ու ազգային հողի վրա շատ հետաքրքիր է, որ ազգային դարդերով
տապակվող կերպարն է, բայց եթե հակառակ բանով ենք նայում, երեսից ենք նայում, այսինքն ազգայինը ինքը ներկայացվում է որպես ապազգային։ Նույնը հետո հակառակը ինքը ապազգայինը վերցնում է ներկայացվում է շատ նման է նրան եւ նաեւ այնտեղ մի հատ հետաքրքիր բան կա, որ հիմնական բանը քննադատական մտածելակերպի իշտափարկությունը, որ ցանկացած սաղ որ գծվում է, ցանկացած քարոշչական միտք որ գծվում է, պետքա ինչ որ ֆիլտրով անցկացվի այդ միտքը, որ կարողանա քննադատական մտածելակերպն է, որ կարողանաս բռնացնես անտրամաբանությունը այդ մտքի։ Եթե այդ քննադատական ֆիլտրով չի անցկացվում, ինքը դառնում է մասաների համար, ամբողջի համար ինքը հեշտ ուտվող նյութ, բայց բոլոր երկրում, աշխարհի բոլոր պետություններում այդ ֆիլտրի դերը, որ չի թողում արտաքին գաղափարները, արտաքին ազդակները, արտաքին քարոշչությունը, որ երկիրը մտնի, ինքը պետության ֆունկցիան է, որ պետությունը ինքն է բլոկ դնում, բայց մեր մոտ ոնց որ տեսնում եմ հակառակը, պետությունն է նպաստում, որ այդ եղտոտ գաղափարները հակապետական պետության հիմքերը քայլով մտնեն երկիր ու սկսեն քայքայել երկիրը եւ եկեղեցին եւ եկեղեցին եւ անվտանգության համակարգը եւ ընդհանուր ազգի արժեքային համակարգը։ Դա այսինքն պետության հիմնական ֆունկցիաներից մեկը այս պետք է լինի հիբրիդային պատերազմներին դիմակայելը։ Արտադիր ինքը նաեւ այն մարդիկ ովքեր հիբրիդային պատերազմ են մղում, դրանց դեմը պայքարելը, նաեւ այդ մարդկանց բլոկ անելը, ոչ թե ինքը նպաստելը, որ այդ մարդկանց գաղափարները տարածվեն։ Դες օրինակ ինչն է հետաքրքիր, երբ մենք խոսում ենք անդադար հիբրիդային պատերազմից, հիմա այլ եմ ասում շատ ակտուալ է դարձել, միշտ տպավորության հիբրիդային պատերազմը պետքա դրսից վարվի։ Ու այն ինչ դու ասում ես, որ պետությունը պետքա վահանի պես, այսպես ասած, պաշտպանի իր երկրի քաղաքացիներին, պետության անվտանգությունը այդ արտաքին հարվածներից։ Եթե այն դեպքում, երբ որ արդեն չի սովոսկել, հիմա եթե բան ծրագրավորման բանով ասեմ, մինչև վիրուսը արդեն մտել է համակարգի, եթե վիրուսը չի մտել, ինքը նույն ձևի ֆունկցիան անտիվիրուսը պետք է անցանի, որ չմտնի, բայց որ արդեն մտավ, հիմա փաստացի մտել է, պետք է կարողա նենց պետք է անենք, որ անտիվիրուսնիկներ լինեն, որ կարողանա դուրս գա։ Հիմա երկու ֆրոնտով պետք է աշխատել։ Եվ արտաքինը եւ ներքինը ոչնչացնել։ Մենք հիմա շատ խոսել ենք ճակատը քասկերի բուժմանը, հա, մենք նախորդ անգամ խոսել ենք այդ դրա հետ կապված, բայց շատ սարսափելի վիճակում է, որ նաև ներսից է աշխատում ինքը։ Հիմա դրսից էլ է գալիս ազդակները, բայց ներսից էլ է այդ նույնը ամեն ինչ աշխատում իր սարները ունի, ինքը այդ բանը տարածվում է։ Հա, եթե մենք փորձենք կարճ ամփոփել, մի քիչ բերենք իրար։ Այսինքն Երևան Դոկյանը գեղարվեստորեն եւ երգիծանքի լեզվով տվել է այն, ինչ Լեբոնը գիտականորեն է ներկայացրել։ Ինքը կապ ուղակի բանի առումով է, քարոզչության առումով։ Լեբոնը երկուսի բերքել հենց դրանում է, թերևս այն որ դու ասացի, այդ քննադատական մտածողության անջատումն է, որ ոչնչացումը ամբողջի մեջ ու որ անընդհատ կրկնվող գաղափարները մակերեսային որ մարդկանց վրա նստածն են։ Դա այսպես ասած դա թե կատալության ասել Գեբելսի ժամանակներում ֆաշիստական Գերմանիայում։ Մի ավելի խորացի, ավելի մասնագիտական ձևով Ես կուզեմ գիտես ինչ, Դեբոնին թողնենք այսպես ասած մարդկանց խորհուրդ տանք մեր դիտողների թող կարդան ամեն դեպքում։ Բայց արի խոստանանք որ ընկեր փանջունու մասին։ Ընկեր փանջունու մասին խոստանանք առանձին եթե։ Բայց ես կուզեմ տես ինչի մենք սկսեցինք, որովհետև ոնց որ քննարկման ընթացքում հիմնական մեխը այն էր որ եթե 100 տարի առաջ, 50 տարի առաջ կամ 150 տարի առաջ կամ անգամ 20 տարի առաջ այդ ամբողջավարությունը դա պետքա լիներ հրապարակներում մարդիկ հավաքվեին կամ լավագույն դեպքում ինչ-որ թերթերում հոդվածներ կամ տեքստեր գրելու տեսքով, ապա այսօր սոցիալական ցանցերը, Facebook, Instagram, TikTok ու մնացածը տվել են այդ հնարավորությունը, որ մարդ կարա ամբողջ վարի անգամ տնից դուրս չգալու։ Իմիջիալոց հիբրիդային պատերազմ։ Իմիջիալոց ասենք դոգը երևի թե դրա ամենակարգառուն օրինակն է, որ մարդը Հայաստանում չի գտնվել, մենակ իր լայվերով ինքը կարողացավ ընդու միջև քաղաքական կուսակցություն բացի, քաղաքապետի ընտրությունը ինքը Ավինյանին ինքը ընտրեց։ Հաստատ։ Ինքը թելադրող եղավ։ Այսինքն մարդը Հայաստանում չգտնվելով ու բացառապես սահմանափակելով ինքը դարձավ Երևանի քաղաքապետ։ Դե հիմա ինչ է նշանակում, բացառապես երկրում չգտնվելով է սահմանափակելով Facebook-ի ու YouTube-ի հնարավորություններով մարդը կացող քաղաքական գործոն դառ։ Իրավիճակ փոխի Հայաստանում։ Ինչ թվում է սա արդեն բավարար օրինակ է եւ բավարար հիմնավորում է, որ այն ինչի մասին Լեբոնը կամ Օճյանը խոսում են այդ ամբողջերի կառավարման մասին, մենք հասկանանք, որ դա հիմա տեղ ունենում սոցիալական ցանցերում։
Հիմա արի հասկանանք թե այսպես ասած նշումներ էինք անում, թե այդ սոցիալական ցանցերում եւ ոչ միայն ոնց է դրսևորվում հիբրիդային պատերազմը, հա? Հիբրիդային պատերազմ, այսինքն ինչ որ մի երկրի կողմից պայմանական մյուսի դեմ վարվող ոչ այդ կոնվենցիոնալ պատերազմի տեսակ, հա, ոնց դու ասացիր, դրսևորվում է տեղեկատվական, ինչ որ ճնշումների տեսքով սանկցիա, հա, տնտեսական, քաղաքական կարող լինեն ճշմարիտ կիբերհարձակումներ եւ այլն եւ այլն։ Հիմա արի ես առաջարկում եմ նախ, հա, իմիջիալը տեսել եմ ուզում ասեմ, որ հիմնական թիրախը մենք հասկանում ենք, չէ՞ որ բոլորը խոսում են կիբեր այդ հիբրիդային պատերազմի մասին, ակնարկելով կամ բացահայտելով Ռուսաստանը։ Մենք որևէ կերպ չենք հերքում, որ Ռուսաստանը վարում է կամ որոշակի քայլեր անում է, վարում է, բայց ով է ասել, որ մյուս երկրները չեն վարում։ Թուրքիան չի վարում, Ադրբեջանը չի վարում, ԵՄ կամ ԱՄՆ-ն չեն վարում։ Ընդհանուր չի բացառվում, ասենք տեսականորեն Չինաստանը կամ Իրանը, եթե իրենք որոշակի շահեր ունեն։ Երկարաժամկետ ավելի առնական։ Հիմա ինչ եմ ես առաջարկում, արի մենք այս կոմպոնենտները, որ նշել ենք, հերթով ուղղակի քննարկենք, հասկանանք թե որ ֆրոնտով ինչը ավելի շատ դրսևորվում, որ ով է ինչ վարում, այսինքն մի կողմից մի երկրի ասած արդյոք հիբրիդային պատերազմը, մյուսինը հիբրիդային պատերազմ չի։ Հա, օրինակ, եթե սկսենք բանից հիմա Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ ամենա հետաքրքիր եւ գեղարվեստական հայտարարությունն էր, որ ասաց, որ մենք կաջակցենք Հայաստանի կառավարությանը հիբրիդային պատերազմի դեմ պայքարելուն, եթե դրա զուգահեռը նայում ենք, նույն ձևի Եվրամիությունը հայտարարություն արեց, որ մենք 15 միլիոն ոչ թե հայտարարություն, այլ ֆինանսական աջակցություն եւ ասաց, որ մենք հիբրիդային հիմա ո՞րն է տարբեր։ Ու արագ արձագանքում են։ Երկուսը նույնն են ասում։ Այսինքն ոնց է դիտվում, որ մեկի դեպքում հիբրիդային պատերազմ, մյուսի դեպքում աջակցություն է։ Այսինքն դա դիքորոշումից է, որն է հիմա, որն է ավելի հիբրիդային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ չի։ Հիմա եթե այսպես ասած, եթե նույն Պուտինը հայտարարեց, որ ներողություն եմ ասում, հետո դուք շարունակես, հայտարարեց, որ բանա մենք հույս ունենք, որ ռուսական ռուսական ազդեցության որոշակի դեմքեր կմասնակցեն բանին, ռուսական քաղաքացիական գրադարան։ Հիմա այն մյուսը ինքը աջակցությունը հայտնեց որոշակի ռուսական ուժերին։ Հիմա վերցնենք Ֆիդանը հայտարարեց, որ մենք աջակցություն ենք հայտնում Նիկոլ Փաշինյան։ Հիմա Վենսն հայտնեց։ Այո, Վենսն հայտնեց։ Այսինքն որն է, որ մի դեպքում է հիբրիդային պատերազմ, որ մի դեպքում հիբրիդային պատերազմ չի։ Դու ինձ ասա, այսինքն ինչն է, որ եթե նայում ենք ընդհանուր հարստության եւ հենց դա ես առաջարկում եմ, որ այս մեր քննարկման արդյունքը լինի այն, որ այդ մի հատ ինչ-որ երկակի ստանդարտներից դուրս գանք, եթե մենք ասում ենք օրինակ, որ Պուտինի կողմից Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելը, հա, բայց ինքը Սամվել անունը չտվեց։ Դե ինձ թվում է բոլորը էլ հասկանում են, թե մի դեպքում անունը չտվեց։ Հա, համաձայն եմ։ Այդ առումով այսինքն ինքը ավելի թույլ գրոհ է իրականացրել, եթե պատերազմի շրջանակներում տենց նայենք, քան այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն նշում են, որ մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի։ Հիմա նույն Բայրամովն էլ հայտարարություն արեց, նույն Ալիևն էլ հայտարարություն արեց, թե որ դեպքում ինչ քայլեր կանի։ Կամ նույն ձևի, եթե հիմա Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն անում ցեղասպանության հետ կապված ադրբեջանցիների այսպես կոչված, այսինքն սուտ հայտարարություն անում, որ 18 թվականին դերել է Խոջալոյի մասին իր հերթին, որ իրանք անում են։ Հիմա դա հիբրիդային պատերազմի մաս չի, չեզոքացնելու մեր իրական տեղի ունեցած ցեղասպանությունը, որ հակաքայլ չկարողանան կանել։ Ցանկացած քայլին հակաքայլ են իրանք մտածում։ Դա մաս չի հիբրիդային պատերազմի։ Միանշանակ մասա, ես գիտես ինչ, օրինակ Ադրբեջանի մասով անգամ չեմ էլ ուզում շատ խորհանալ, որովհետև դա պարզ է, բայց եթե դու այդ բլոկը չեզոքացնում ես, Լևոն ջան, ինչ է ստացվում, եթե էդի դու ամենամեծ, որը որ պատերազմական գել արած է, չէ, եթե բան եք նայում, այսպեսի հասկացության կա գեներալնի պրոտիվնիկ, այսինքն եթե բոլոր երկրները ցանկացած երկիր ունի իր հիմնական գլխավոր հակառակորդը, եթե այդ գլխավոր հակառակորդը մենք չենք դիտարկում, էլ արդեն մանր մունր հակառակորդների հիբրիդային պատերազմը քննարկում ենք, այսինքն քո հիմնական վտանգը որտեղից է գալի, գլխավոր հակառակորդից, պարզ ասեմ, եթե բանով մարդը ձիայով բարակված է, ինքը հիմնական թիրախը պետք է լինի ձիհայի դեմ պայքարելը, որ իմուն համակարգը կամ քաղցկեղով է հիվանդացել կամ
փոխախտովա հիվանդացած։ Դա թողած մարդը մտածի ենթադրենք մի հատ մատի վրա գործնուկ աճել, թե չի աճել ու հիմնական բանը խոսույթը դարձնի այդ գործնուկը, դա մի քիչ բանը։ Okay, հիմա որ ասում ես արի չեզոքացնենք, հիմնական հակորդի մասին չխոսանք։ Դա կարանք մի կողմ դնենք, մենք խոսանք ավելի բարձր բաներից։ Դες, ես ասեմ, չխոսանք այն առումով, որ դա պարզա եւ սпасելի է, այսինքն Ալիևի եւ Բայրամի հայտարարությունը Ինչ թվում է հասարակությանը Ալիևի ցանկացած հայտարարություն հասարակությունը by default ընկալում է որպես հակահայկական։ Բայց այ Պուտինի ու Վենսի հայտարարությունների մեջ արդեն միանշանակ չէ, այսինքն երբ Պուտինը աջակցում է որոշակի ռուսական անձնագրերով ռուսական քաղաքացի ունեցող քաղաքական գործիչների Հայաստանում, դա ընկալվում է որպես հիբրիդային պատերազմ, որոշակի շրջանակներ գնահատական են առնվազն այդին տալի։ Բայց երբ որ Վենսի աջակցությունը հայտնում Փաշինյանի կառավարությանը, այդտեղ այդ նույն անձինք, այդ նույն շրջանակները չեն տալիս այդ քաղաքական գնահատականը։ Անուն արդարության պետք է ասենք, նաև նույն ժամանակին նույն էլի հիբրիդային պատերազմի հակառակ էֆեկտի հետ կապված նույն Ալիևը եթե ինչ որ մի քաղաքական process-ի կամ ինչ որ մի գործընթացի աջակցություններ հայտնում հակառակ էֆեկտներ Հայաստանում Նորմալ դա կարող գիտակցաբար աներ, այսինքն դա էլ ֆիլտրը որն էր, որ ինքը թույլ չտա, որ այդ ազդեցությունը տարածվի Հայաստանում, այսինքն ընդհանուր հայկական խոսույթը այնքան ավելի արժեքավոր լինի քաղաքական ուժերի, որ դրսի մարդկանց ասածը այդքան արձագանք, որ ավելի շատ չհավատան Պուտինին, Ալիևին, Էրդողանին կամ Վենսին, քան հայաստանությունները։ Դա է լեգիտիմության խոսում ենք լեգիտիմությունից ինքնիշխանությունից, ամենաբարձր լեգիտիմությունը նա է, որ քո տվյալ իշխանության խոսքին ավելի վստահ են, քան այլ երկրների մարդկանց խոսքին։ Օրինակ, դες մինչև 20 թվականը հենց տենց էլ եղել է, մինչև 20 թվականի պատերազմը Ալիևի հայտարարությունները մեծ արձագանք չէին գտնում Հայաստանում։ Էլի քաղաքական շրջանակները փորձագիտական քննարկում էին, վերլուծում էին ինչ-որ եւ այլն, բայց եթե դու շարքային քաղաքացուն հարցներ ինքն անգամ չէր իմանա թե Ալիևը երբ ՄԱԿ-ի ամբիոնից թե ինչ-որ ասենք Ադրբեջանում ինչ-որ մի միջոցառման ժամանակ կամ լրագրողի հանդիպման ժամանակ ինչերա հնչեցրել։ Այսօր Ալիևը օրակարգ է թելադրում Հայաստանում։ Իր ամեն մի բառ, ամեն մի հայտարարությունը մեր ներքաղաքական դաշտը ամբողջությամբ խառնում է իրար։ Նույն ձևի ես քեզ կասեմ նաև Պուտինի հայտարարությունները նույն տնտեսական գծով, որ ասում ենք, որ մարդը հայտարարություն է անում գազի գնի հետ կապված, այդ գազի գինը ինքը պատահական հայտարարություն չի, ընտրությունների նախաշեմին հայտարարումը ասում է դու գիտեք $165 բանի Հայաստանի համար գազի գինը, սակագինը, իսկ եվրոպական երկրների համար $600, բայց այդ ընթացքում ինքը չի ասում այլ երկրների համար ինչքան է դու ուսումնասիրել ես։ Բայց օրինակ եթե խոսանք գազի գնի մասին, այո, Ռուսաստանը միշտ գազը ընկալել է որպես քաղաքական կոմպոնենտ, լծակ եւ հիբրիդային պատերազմ։ Հայաստանը այդտեղ մաներ, այսպես ասած, երկիր է, ինքը դա միշտ Եվրոպայի հետ իր շփումներում հենց այդ գազն է եղել, այսպես։ Ուկրաինայի Եվրոպայի հետ լծակ դեպի արևմուտք։ Բայց հանուն արդարության, եթե մենք խոսում ենք ՌԴ-ի մասին, այս թեմայով, տես 2019 թվականից գազի գինը $165 ու պայմանագիրը մինչև 2031 թվականն է։ Տեսականորեն կարող է վերականգնվի, տեսականորեն կարող է փոխվի, բայց նույն միակ երկիրը, որ մեզանից ավելի էժան է ստանում, դա Բելարուսն է մոտ $130, մնացած բոլոր երկրները ընդհանուր նույն ասենք Վրաստանն է, որ ավելի մոտ է ու տրանզիտով է անցնում, $180-ից $220 է ստանում, Թուրքիան մինչև $400, Չինաստանը մինչև $300, ԵՄ-ում երբ որ դա ասես $500-600, գիշես մի պահ ԵՄ-ն անցավ բանը, սվոպային գնումներին, այսինքն օրվա կուրսի հետ, ոնց այդ արժեթղթերի շուկայում գազի գինը փոխվում էր, մինչև $2000 պլյուս է եղել։ Որը պատկերացրա ապրանքների գինը 4, այսինքն ինքը իրանք հասկանում են, որ ինչ են ասում։ Հերիքա 20% թանկանա ու ամբողջ պոտենցիալությունը 130 մինչև $600 լնայի ինչ դիապազոնը խաղալու 4 անգամ, 3 անգամ ինքը ասում է ավելա լինելու ձեր ապրանքների գինը։ Բայց այդտեղ ուրիշ ձևով մի հատ եթե նայենք, մենք էդի էլի դրական է ցանկացած պետության։ Եթե դու ուզում ես ազատագրվես այդ հիբրիդային մասնիկը, տնտեսական մասնիկն է, դու ասում ես Ադրբեջան, նույն ձևի ադրբեջանական հացահատիկ է եկող, ազատական բենզինը, այդ լծակը մի լծակը, արես ես մյուսին, այդ հիբրիդային պատերազմի լծակներից մեկը տնտեսական։ Այն ժամանակ ինչ արեց Ռուսաստանը Վրաստանի հետ,
եւ տնտեսությունը կապված էր Վրաստանի հետ, միանգամից արգելեց գինիների ներմուծումը ու ինչ եղավ վրացական մի քանի տարի ինքը չէր կարողանում խելքի գալ։ Մեր հանդեպ էլ օրինակ դեղել են հայկական կոնյակի մեջ են ինչ որ իհարկե նույն ձևի Տաոշյան դեպքերի ընթացքում մինչև 44-օրյա պատերազմը որևէ մի բանը մեկը չէր կարող կասկածել, որ ադրբեջանցիները դե շուկաները Ռուսաստանում ադրբեջանական էին իրանց իրապես սկսեցին տրորել։ Հիմա մինչև այսօր այդ պատկերը դրանով Ռուսաստանը ինչի էր թույլ տալի այդ տրորերին, որ հասկացներ, որ ժողովուրդ ջան ինչա կատարվելու հետներդ, որովհետև ես օգնություն չեմ մատուցելու ձեզ պատերազմի հիմնական պատերազմի ժամանակ։ Դա էլ է մինչև պատերազմը ինքը սիգնալներ է տալիս։ Ինքը վախ է քարոզում, որ ժողովուրդ եթե սա չանեք, սա կանենք։ Հա, բայց այդպես ես շարունակելով, եթե այսպես ասած, եթե ռուսականի ալտերնատիվան ադրբեջանականն է, ապա արդյոք արժի այդ ալտերնատիվայի գնալ։ Դե հիմա մենք ընդհանուր հիբրիդային կոմպոնենտներից մեկը, այսինքն երկիրը այնքան պետք է ինքնիշխանվի, որ որևէ մեկը չկարողանա այդ լեզվով հետ խոսա։ Okay, հիմա ես ուսումնասիրում եմ ասեմ, ոչ մի երկիր ինքնիշխան չի, անգամ ասենք ԱՄՆ-ը եւ Չինաստանը ինքնիշխան չեն։ Էլ իրանք Եվրամիությունը եթե վերցրեք, ինքը Եվրամիությունն էլ ինքնիշխան չէր, այն բանով, որովհետեւ գազով կախված է Ռուսաստանից։ Ինքը ամեն դեպքում ինչ որ մեկից կախված է լինելու։ Հիմա հարցը, եթե ընտրությունը դրված է Ռուսաստան թե Ադրբեջան, ինձ թվում է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ինձ թվում է շատերը կհամաձայնվեն, այստեղ ընտրությունը ակնհայտ։ Կարելի է ինչ որ փորձել, օրինակ Վրաստանը, տես Վրաստանը էլ սարմով կախված է Ադրբեջանից, իրանք այդ ծոքարից են ստանում, բայց մոտ 80-90%-ով։ Այն 10%-ը Վրաստանը ստանում է դեպի Հայաստան գնացող գազի տրանզիտ Ռուսաստանից, հա։ Ստանում ավելի թանկ, բայց իրան պետքա ցույց տա Ադրբեջանին, որ գիտեք ինչ կա։ Մենք ձեզանից կախված, եթե գները թանկանա, մենք կարող ենք Ռուսաստանից մի քիչ ավելի շատ մոռացի, որ նույն ադրբեջանական գազն էլ հիմնական գազը, ռուսական գազն, ադրբեջանի գազի պաշարները այնքան չէ, իր բնակչությանը չի երիկում։ Էլի եթե այստեղ ուրիշ բան դու այսինքն ռուսական գազը այս անգամ առնում ենք այլ ճանապարհով Ադրբեջանից, ալեգարը կփոխում ենք Ադրբեջան, թե նույն բանն է սար։ Այստեղ ալտերնատիվը Իրանի գազն է, իրանական գազն է, բայց իրանական գազի հետ կապված էլ եթե մենք հիմա նորմալ հարաբերություն չենք ունենում ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ, եթե իրանք սանկցիաներ են դնում Իրանի հետ կապված, արդեն իրանական գազն էլ չի լինում։ Ու մինչև պատրաստվել է իմ ասած շատ տնտեսական բան խորացանք, բայց ասածս հիբրիդայինի մասին է, թե ոնց խոսույթը կարա ազդի մարդկանց վրա։ Դա վարիանտներ խոսույթը, եթե նույն ձևի փոխվարչապետը Օվերչուկը հայտարարում է, որ ատոմակայանի երկարացումը եթե Հայաստանը Եվրամիություն գնա ԵԱՏՄ-ի երկրների նույն կարգը չի սահմանի եւ ձեր ատոմակայանը չի երկարացվի։ Այսինքն նույն ձևի իհարկե դուսակ անվանես հիբրիդային հարձակում, չէ՞։ Ես կասեմ, որ դա նորմալ է, բայց հենց ԵԱՏՄ-ի իմաստը ինչ, այսինքն այդ օրենսդրությունը, այդ սակագները, որ նշված են, ասենք ատոմակայանի կամ գազի գնի, դրանք նախանշված են ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Բայց նույն Վրաստանը ավելի մոտ է Ռուսաստանին տրանզիտ առումով, հա, տարանցիկ առումով։ Այսինքն այդ գազի տեղափոխման ծախսը շատ դեպի Վրաստան շատ ավելի էժան է, քան դեպի Հայաստան։ Բայց ոնց որ Հայաստանը ստանում է $165, իսկ Վրաստանը $200, Ես էդի չեմ ասում բոլոր երկրները մյուս երկրի վրա տնտեսական հիմա եթե վերցնում ենք Թրամփի հայտարարությունը նույն ներմուծման հետ կապված, ինքը բոլոր երկրները Ամերիկայի տնտեսությունից կախված են։ Մաքսատուրքերը բարձրանալը, բայց եթե դու արդեն հայտարարում ես այդ մասին, դա արդեն լծակ է հիբրիդային։ Այսինքն Տրամպը ամբողջ աշխարհին հիբրիդային պատերազմը հայտարարել։ Ինքը կարա դիտվի ոչ թե պատերազմը, ինքը հայտարարել է, որ ինքը չի էլ թաքցնում։ Շատերի դեմ կիրառել է դա։ Չի էլ թաքցնում դա, ու մեկի մոտ աշխատում է, մեկի մոտ չի աշխատում, այդ արդեն երկրի դեմադրողականությունից է կախ։ Դա իսկ թվանք այս թեման շատ խորնանք, ես արի առաջարկում եմ նախ մի հատ կիբեր հարձակումների թեմայից խոսանք, որովհետև կիբեր հարձակումներն էլ են հիբրիդային պատերազմի մաս։ Պես, էլի կարելի է շուտ դիտարկել տարբեր երկրներ, բայց ինձ թվում է Հայաստանը որպես թիրախ էլի ամեն դեպքում առաջին հերթին Ադրբեջանը պետք է դիտարկի։ Որոշակի ինչ-որ մամուլում արտահոսքներ եղել են, որ ինչ-որ պետական կայքեր են կոտրել կամ ինչ-որ տվյալներ են դուրս եկել, բայց երևի թե իմ համար այսպես ասած ամենախոցելի կետը դա իսրայելական այդ Pegasus ծրագիրն է, որը թիրախային ցանկացած մարդու հեռախոսահամար, ցանկացած Բարսասյան պաշտոնյայի, սկսած վարչապետից, նախարարը վերջացրած ասենք ինչ-որ զինվորականներ, շտաբի պետ եւ այլն,
յուրաքանչյուրի հեռախոսը որևէ կերպ ապահովագրված չի։ Իսկ հեռախոսը ինքը դառնա մեր կյանքի ամենօրյա մասնիկը։ Դու մի հատ ուրիշ ձևի նայ, բայց հեռախոսը դու թիրախային է, բայց դու սերվերները նայի, թե սերվերները որտեղ են գտնվում։ Հիմա իմ իմանալով հիմնական սերվերները, ինտերնետային սերվերները հաստատ Ռուսաստանում չեն։ Հա, միանշանակ։ Եթե Ռուսաստանում արևմտյան աշխարհում, եթե Թուրքիայում սերվերներն են, Թուրքիայում, Գերմանիայում, հիմնական Ամերիկայում, դա Չինաստանը ինքը իր ինտերնետը առանձնացրել է։ Դա արևմտյան սերվերներ Հնդկաստանում կան, Շրի Լանկայում, Էմիրատներում, այդ արաբական աշխարհում։ Եթե սերվերները Թուրքիայում են, այսինքն դրանից հետո հիբրիդային պատերազմը ոնց է մղվում։ Ռուսաստանը ավելի շատ ռեսուրս ունի գիբեր բանի հետ հիբրիդային պատերազմի ուղղությամբ թե Թուրքիան ավելի այս ֆրոնտում, այս դաշտում ինձ թվում է Ռուսաստանը բավական զիջում է տնտեսական գազի դաշտում, այնտեղ իմ կարծիքով Ռուսաստանը ավելի լծակներ ունի, բայց այս մյուս բանում նույն ինչի Թուրքիան պետք է չօգտագործի այդ իր սերվերները բանի Հայաստանի դեմ։ Միվարկյան, sense։ Եթե օրինակ Amazon-ի կամ Microsoft-ի կամ այլ ընկերության սերվերներ, որոնք տեղակայված են տարբեր երկրներում, այդ թվում նաև Թուրքիայում, ու հայկական որևէ կառույցի, պետական կառույց կամ ինչ-որ ասենք անվտանգային պաշտպանական, հա, տեղեկատվությունը պահվում է այդ սերվերների վրա, դու երբեք վստահ չես կարող լինել, որ նույն ԱՄՆ-ն, անգամ ոչ, ասենք լավ, Amazon-ը, Microsoft-ը կամ Google-ը, ոչ դիտավորությամբ է դարել։ Ուղղակի ավելի հարմար է, չէ՞, որ սերվերը մոտ լինի աշխատանքի արագության, արդյունավետության տեսանկյունից, այսինքն քո ինֆորմացիան թե պետքա սերվերի վրա պահվի, Amazon-ին, Google-ին կամ Microsoft-ին ձեռնտու կլինի, որ դա լինի Թուրքիայում, քան ԱՄՆ-ում կամ Շրի Լանկայում։ Հեռավորության ինտերնետի տրաֆիկի մնացած պատճառներով։ Ընդ որում իրենք ունեն այսպես ասած քաղաքականություն, որ 3 օրինակ է միշտ պահում, որ հանկարծ X երկրում X սերվերը ինչ-որ տարերային աղետ լինի, երկրաշարժ լինի, ցունամի լինի, վթարվի, եւս 2 օրինակ կա։ Հիմա ոչ ոք երբեք մեզ չի կարող երաշխավորել, որ այդ 3 օրինակներից ռեպլիկաներից ինչ-որ մեկը Թուրքիայում չի պահվում։ Իսկ դա նշանակում է, որ ուղղակի հասանելիություն ունեն այդ տեղեկատվությունը։ Ու երկուսն այդ հիբրիդային պատերազմի այդ մասնիկը իրենք օգտագործեն Հայաստանի դեմ։ Հիմա արի մի հատ ռուսական սերվերը ինչպես չեն արի մի հատ ընդհանուր եզրակացության գա, որ արի վերջի թեման էլ քննարկենք։ Մենք սա իմիջիալի sense բանի մեջ հիբրիդային պատերազմի սա ամենաառաջինն է։ Այդ ֆեյքերի, կեղծ էջերի, մանիպուլյացիայի, խոճապի տարածման, քարոզության այս դաշտը։ Տես քարոզությունից սկսեցինք, արի քարոզությունը եզրակացության գան։ Տես, էլի եթե մենք ոնց սկսեցինք, որ այդ ամենից այդ պատերազմը տարվում է առավելապես սոցիալական ցանցերում, չէ՞։ Այստեղ օրինակ ասում են Ֆրանսիայում բացվել է ինչ-որ 1 օրյա կայքեջ, հա, որ ինքը շատ նման է ֆրանսիական ինչ-որ հայտնի լրատվականի էջին, բայց 1 տար կամ 1 նշան փոխված է, տարբեր է, մարդիկ էլ առանց հասկանալու դա վերցնում, տարածում են, հղում են անում հեղինակավոր։ Okay, եթե Ֆրանսիայում է բացվել, կարան դա ռուսական ընկերություն է լինել, ռուսական, այսպես ասած, հատուկ տարածքներ կարան թուրքական, ադրբեջանական, իսրայելական, ամերիկյան, այսինքն որևէ կերպ ինչ-որ տարածքը ոչ մի բան չի։ Հա, մենք չենք կարող գտնենք վերջնական սպառողին, այսպես ասած, կամ շահառուին։ Բայց այստեղ էլի էս դաշտում իմ կարծիքով արևմուտք ունի առավելություն, շատ բարձ պատճառով։ Այդ սոցցանցերով մենք խոսում ենք, հա, Facebook, Instagram, YouTube, սրանք բոլորը ամերիկյան ընկերություններ են։ Ընդ որում ուկրաինական այդ պատերազմի սկսվելուց հետո ռուսական բազմաթիվ կայքեր հեռացվել են սանկցիաներում, ընդհանրապես բանա Ռուսաստանը հակառակ ֆունկցիան արել, ինքը Ռուսաստանում արգելել է Facebook-ի, Instagram-ը, Telegram-ը ընդ որում էլի ստեղծվել է ռուսական այսպես ասած Պավել Դուրովի կողմից, դե բարի ասենք, որ ընդդիմադիր գործիք է պատերազմի ժամանակ Ադրբեջանը բոլոր բաները իր կայքերը հակեց արտաքին, որ հիբրիդային պատերազմից բաների համար պաշտպանվելու համար։ Ընդհանրապես ինտերնետը բլոկ էր արել։ Ինտերնետը բլոկ է։ Եվ նաև Իրանում ենք տեսնում, թե այդ պատերազմի ժամանակ ինքը բլոկ արեց։ Իսկ մենք ամեն ինչ բաց, մենք չգիտենք հարվածները որտեղից է գալի, բայց դա մեր ֆունկցիան չի, մենք կարանք բարձրաձայնենք պետության ֆունկցիան, ոչ թե պետությունը պետքա նպաստի այդ ամեն ինչին, այլ հակառակը ինքը պետքա բլոկ դնի տարբեր բաներով, ոչ թե քարոզչության բլոկի խնդիրը չի։ Ինքը պետքա մի ուղղություն չբռնի, որ ասի գիտես ինչ կա, այս ուղղությունը հիբրիդային պատերազմը, այս մի ուղղություն հիբրիդային պատերազմը չի։ Այսինքն մենք յետագի ստանդարտների մասին ենք։ Սա է հիմնական վտանգը։ Եթե դու մեկի կողմն ես բռնում, ասում ես սա ազնիվ կողմ է, դու նախ չգիտես այդ կողմը ով է։
որովհետեւ դա դասից որ ազնիվ կողմ չկա, ցանկացած կողմ դեռ Ռուսաստան կլինի, ԱՄՆ, Թուրքիա, թե Ադրբեջան, իրենք ինչ չեն առաջ տալու։ Դրա համար Հենց ԱՄՆ-ն մեր մասին ավելի շատ չի մտածելու, քան իր սեփական շահերի։ Արտադիր ու տենց էլ պետք է լինեն։ Իսկ մենք, չգիտես խի, մենք ասելով այդ հանրության այն մասը, ովքեր տենց հակառուսական տրամադրություն ունեն, միշտ անդադ սլակներ տենց որ հեսա ամերիկան գալու է մեզ փրկի, չգիտեմ, Նենսի Փելոսի այցով մենք փրկվեցինք, Վենսի այցով, ոչ մեկ չի գալու փրկի։ Ամեն երկին գալու է իր սեփական շահերը։ Քրդերը չփրկվեցին, ոնց որ աֆղանցիները չփրկվեցին, ոնց որ Ուկրաինան, եթե դաժան հնչի, ինքն էլ չի փրկվում, իր արյան գնով է պայքարում։ 1 միլիոնից ավել զոհեր կան ու այս պայն դեռ պարշի թե ինչի համար է։ Դե սա բայց մարդիկ պայքարում, ասածս ինչա պետության ֆունկցիան պետք է լինի ոչ թե տարանջատել, ասել, էսի լավն է, էս մի հիբրիդային պատերազմի մի օղակը։ Ենթադրենք ԵՄ-ի հայտարարությունները հիբրիդային պատերազմ չեն, բայց Մարիա Զախարովի հայտարարությունը երկուսն էլ կարող է մաս դառնալ։ Հիմա սա ինչ որ այսպես ասած ես էլի կարող պեսիմիստական հնչի, բայց ինչ որ առումով ես պետությունից հույսս կտրել եմ, բայց սա ոչ թե պետության, գիտես ինչ առումով, ոչ թե որովհետև իշխանություններին է մեղադրում կամ այլն, այլ այս պատճառով ամեն դեպքում պետությունը ֆիզիկապես չի կարող բոլոր տեղեր հասցնել։ Որի համաձայն եմ։ Ու ամեն անհատի պարտականությունն է դա։ Այսինքն երբ որ դու կարդում ես մի հատ X լուր կամ կարդում ես X մարդու մեկնաբանություն, որ այդ լուրը հիբրիդային պատերազմի մաս է, պետքա ինչ ասենք, սա երբավարությունը, ինչ է, քննադատական մտածողություն լինի։ Բայց դա դպրոցից պետք է ձևավորվի այդ քննադատական։ Դա երբեք ինֆորմացիա դառնա։ Երբեք ուշ չի, այսպես ասած, փորձել է թմտությունը ձևավորել, բայց այսպես դրա առաջին քայլը պետք է լինի ոչ թե արագ ընդունել որպես այսպես բացարձակ ճշմարտություն այն ինչ ասվում է, այլ ուղղակի մենք փորձել տրամաբանել։ Հիմա նույն էլ եմ ասում, ֆեյքերի պահով նախ շատ դժվար է շահառուին գտնել, բայց ինքն որ ֆեյքերի պահով Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում այդ ֆեյքերի այսպես ասած գեներացման առումով արևմուտքը ունի մի քանի անգամ ավելի շատ առավելություն։ Որովհետեւ հարթակները իրենցն են։ Ընդ որում ռուսական էլ եմ ասում, բազմաթիվ կայքեջեր լրատվականներ ուղղակի Պրոստը 100% բլոկ են արվել։ Նաև fake ինստիտուտը չկա, մարդը օգտատերը բացեց իր հաշիվը, ինքը միանգամից տվյալ պետության ինքը պատասխանատու է այդ գրածի համար։ Ինքը իր ամեն տարի համար ինքը պատասխանատու է։ Ինքը չի որ քրեական պատասխանատվությունից ազատվում է, ինքը այդքան ազատ վիրավորել, այդքան վիրավորելը դա արդեն parza մարդկային բանն է։ Մենք դրա վրա ենք կենտրոնում, բայց վիրավորելը հենց կոնկրետ թշնամական քարոզություն իրականացնելը։ Կոնկրետ պանիկա տարածելը, կոնկրետ սադրանքներ տարածելը։ Այսինքն միայն բան չի, մենք մի անգամ խոսել ենք, միայն մենք շատ է կենտրոնացած արևմուտքը ինքը կարող է պետությունը քանի որ կարողանում է պաշտպանել, ինքը ավելի շատ ուղղված է այդ child molestation-ի, այսինքն սեռական բռնարարակների դատապարտման կամ կրոնական կամ հակահաբեկչական գործողությունների վրա, բայց մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, դրանցից էլ են ավել։ Եթե այնի անհատին ասեցի ամբողջ հասարակությանն է ուղղված։ Շնորհակալություն այսօրվա համար։ Հա, ինչ թվում է մենք կարողացանք ինչ որ ձևով թեման բացել ու ուղղակի պետքա ուշադիր լինել, ուղղակի պետքա ինչպես Լևոնը նշեց, պետքա ամեն ինչ անել, որ նույնիսկ մեր ասացին քննադատական լավ կլինի, որ քննադատը ոչ թե պիտակավորել մարդուն, դա էլ է հիբրիդական պատերազմների ձև։ Եթե մի հատ միտք ես արտահայտում, ես քեզ բռնում եմ պիտակավորում, ասում եմ, վայ դու այս մարդն ես, դա հիբրիդային պատերազմի ձև է։ Որովհետև դու պայքարում ես ոչ թե մտքի դեմ, այլ անհատի։ Դու թուրքական ագենտ ես, դու KGB ագենտ ես, դու ՑՌՈ-ի այսինքն բովանդակային քննարկում չկա, այլ կապիտակավորում։ Միանգամից պիտակավորումը խփում են, ու տենց գնում է մարդ եթե ինչ-որ թեզ է պաշտպան կամ եթե մարդ ուզում է բացահայտի ասի, գիտես ինչ կա, որ ժողովուրդ ջան, հնարավոր է որ այստեղ ծուղակներ լինեն, ինքա ոչ որ դե ինչպես կարողացար ասել այդքան բանը, որովհետև դու ուրեմն թուրքական բան է, ինչ որ ազդեցության բան է, դա վերաբերում է եւ իշխանությանը, եւ ընդդիմի այդ բանը մեխանիզմները օգտագործելու։ Ու հետաքրքիր է այդ արևմտամետ ռուսամետ այդ հոսույթն է այդ հիբրիդային պատերազմի մաս։ Ինքը որովհետև այդ իրար թիրախավոր են իրար։ Այսինքն հերիքա մի հատ շուտ X հարցի վերաբերյալ ունենաս որոշակի դիրքորոշում, պաշտպանես ընդհանրենք ասես էս մարդը խելոք բան ասում, ուրեմն դու էս չի ասվում թե ինչա ասվել։
իմաստը չի ասվում։ Բովանդակության մեջ անձերն ուղղակի թիրախավորվում են։ Եթե ասացի, ուրեմն եթե ես մարդուն պաշտպանեցի, եթե կոնկրետ արար պաշտպանեցի, ուրեմն դու բանա ինչ որ բանի Էրդողանի ստրուկն ես կամ Պուտինի ստրուկն ես կամ ես շատ գիտեմ ինչ ես այսինքն դիկտատի թվարկելը շատ հեշտ է, բայց բովանդակությունը պետք է լինի։ Դա մասա հիբրիդային պատերազմի ձևերից մեկը, որը ուղղակի այնքան ենք թուլացած որպես սիստեմ, որպես համակարգ այնքան ենք թուլացած, որ ամեն ինչին տրվում է։ Դա մարդը տրվում է, մարդն էլ կրթական մակարդակն էլ է այնքան ցածր, որ մարդը չի խորանում, թե ինչ է ասվել կամ մի հատ հատված վերցվում, հա, մի նախադասություն բանից։ Դա էլ է մասը, դրա կոնտեքստից կտրվում է ու ընդհանուր սիստեմի մեջ դնում են ու տենց շատ կեղտոտ պատկերել կարող ասեմ, կարող է 10 հատ նկար են անում, դա նաև բան է։ Ենթադրենք 10 հատ վատ մարդկանց, այսպես կամ հասարակության մեջ հեղինակություն չունեցող մարդկանց պատկեր են դնում, մի հոգի մեջ է կարող է հեղինակավոր մարդների դրան էլ մեջ է մտցնում, ասում են բոլորը այդ ալիքի տակ էտել է ձևերից մեկը, որ ընդհանրապես ոնց կեղտոտել, ոնց արժեզրկել ամեն ինչ։ Վերջինը մեկտես ինչը մոռացանք, երբ որ Լեբոնը ասում է, որ ամբողջի մեջ այդ բանը, այդ ամբողջի էֆեկտն էլ կա, չէ՞, այսինքն եթե 10 հոգի գնացին դեպի աճ, ու 11-րդես ավտոմատ իրանց հետևից գնում ես այդ ստադնե ճուստը, այսպես ասած, այդ հոտային զգացողությունը։ Ու այսօր այդ նույնը դու շատ լավ ես այն ժամանակ նկատել, որ այդ նույնը սոցցանցերում է։ Այսինքն եթե ինչ-որ մարդ մի թեմայի նկարա, լուսանկարը դրել կամ մի բանով հրապարակումով կիսվել կամ իր մտքերն ա գրել, եթե 10 հոգի մտնում քննադատում են, հնովում են, արդեն 11-րդը չի կարող օբյեկտիվ գնահատել։ Ինքը արդեն կոլեկտիվ անպատասխանատվություն, ինքը անհատի պատասխանատվությունը վերացնում է։ Դեպի Յունգ ենք արդեն գալիս։ Ինքը չէ, անպատասխանատվության խնդիրն է, այդ որ քարը գցելով ոնց քարը գցում են նույն ձևի, ոնց են խփում ոչնչացնում արդեն։ Մի հոգի որ գցեց, հետո արդեն այդ հաղթահարվել այդ կեղտոտությունը։ Հիմա Մալենա ֆիլմը եթե հիշում են, դա դրանով մեզ դաժանագույն ֆիլմ, ոնց այդ ամբողջը դատապարտում ու ոչնչացնում մարդուն որպես կերպար, այսինքն ոնց է հարձակում առաջիկին այդ նախանձ այդ ատելությունը ոնց է ուղղվում ինչ որ մի խմբի մի մարդու վրա ու մեղքը բարդվում ու ոչնչացվում։ Հիմա այդ ամենը մենք սոցցանցերում հարձակվում են, թիրախ են դարձնում ու ջնջում են, ոչնչացնում են։ Այսինքն դա մենք շատ քիչ մեր հնարավորությունն է, որ մենք չտրվենք դրան։ Դες երկու շատ տիպիկ օրինակ, մետրոյում ասենք այդ արցախցի կնոջ պատմությունը, հա, մեկ էլ ինչ որ գտան, որ 5-6 տարի առաջ ինքը Facebook-ում այ մի հատ ինչ որ տես վիրավորական կարող են շեղեն ինքը տեսնեն այդ հա, այդ 6 տարվա մեջ էլ ուրիշ բան չկար, այդ մարդը որ ասենք տնից տեղից զրկվել է, դարձել է գաղթական բան, այդ ամենի մեջ ոնց էր հայրը առաջին Արցախյանում պատերազմել է, այդ սաղ մի կողմ, այ ինքը 6 տարի առաջ Facebook-ում եսի ինչ ագրել, բա դուք տես մարդու եք պաշտպանում։ Դա էլ շեղման միջոցով ընդհանուր մանր կամ այն զույգ տղաների պատմությունը սուլֆանների եկեղեցի առանձին թեմա է, խոսակցության թեմա է 18 տարեկանների, բայց էսի հիբրիդայինի մաս չի ընդհանրապես։ Կարող է դաժե ինչ որ ձևի հերրակաձևի ընդհանուր մտնորդը տենց պետք է չլինի երկրում։ Ինքը չարության մտնորդը, բայց դա հասարակական բան է, հիբրիդային պատերազմի կոնկրետ կարող է գլոբալ առումով, որ ընդհանուր հասարակությանը պարակտել է իրար չարություն ճարտելությունը այդ համերաշխության վերացումը կոնկրետ օտար երկրների կողմից տարվող հիբրիդային պատերազմի հետ ինչ նոմա առնչություն չունի դա։ Դե ոնց դու ասացիր, դա կարող է շարունակություն լինել։ Շարունակություն կարող է։ Մտնոլորտը արդեն ստեղծվել է։ Ներսը մտել է։ Վիրուսը մտել է ինքն իրանով, վիրուսը ինքն իրանով էլ է զարգանում, որովհետև բազմանում է, տենց է դեռ վիրուսը։ Սա արդեն դրա այս դեպքերը դրա որովհետև ինքն իրան արդեն մի ցած կեղտոտ մի չարի սերմա, որ դնում ես ինքը տարբեր ժամանակահատվածի ընթացքում կարող չարի բաներ ծաղիկներ աճացնի։ Շնորհակալ ենք շատ։ Հա, ինձ թվում է այսօրվա համար բավական էր։ Շնորհակալություն, հաջողություն։